Բազմիցս արդեն խոսվել է այն մասին, որ 2024-2025 ուսումնական տարի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայտարարվել է իբրև մշակութային տարի։ Հաշվի առնելով այս հանգամանքը և տարվա ընթացքում կատարված մեր աշխատանքների արդյունքն ամփոփելու կարևորությունը, ընտրվեց համեղ հաշվետվություն ձևաչափ։ Մեծ ողջավորությամբ ձեզ ենք ներկայացնում դպրոցում գործող արտադասարանական խմբակների համատեղ աշխատանքի արդյունքը։ Միջոցառման թեմայի ընտրության հիմքում ազգային արժեքներն են։ Ազգային երաժշտությունը ազգի մեծության չափանիշն է, որքան մեծ է երաժշտությունը, այդքան մեծ է ազգը։ Ահա այսպես է կարևորել ազգային երաժշտության դերն ու նշանակությունը հանճարեղ կոմպոզիտոր, երգահան, բանահավաք Սողոմոն Սողոմոնյանը, ինքը Կոմիտասը, ազգային նկարագրող։ Իր պարզության, բայց միևնույն ժամանակ խորը հուզականության շնորհիվ ունկնդրին է փոխանցում մեղեդայնություն, լեզվամտածողություն, հուզական ապրումներ, որոնք հայ գեղջութի կենցաղի դրսևորումներն են, համեմված ազգային առանձնահատուկ հնչերանքներով և յուրահատուկ բարբառով։ Չչարաշահելով ձեր համբերությունը ներկայացնում ենք Զանգակ երգչախմբի համերգը։ Ղեկավար երաժշտության ուսուցիչ Անահիտ Խալիլյան։ Ելույթ կունենան մեր դպրոցի սաները, ովքեր նվագում են տարբեր ազգային նվագարաններ։ Բացի դա, համերգը կուղեկցվի Art Studio նկարչական խմբակի սաների աշխատանքների ցուցադրության, որի թեման հայկական զարդանախշերն են։ Ստուդիայի ղեկավար կերպարվեստի ուսուցիչ Լիլիթ Մեժնունյան։ Ձևավորման նյութերի մեծ մասը սիրով մեզ է տրամադրել դպրոցի տեխնոլոգիայի ուսուցչուհի Հեղինե Արշակուրին։ Մեր սաների ձեռքի աշխատանքներն են։ Դե բարի ունկնդրում։ Մեր սաները ելույթ ունենան տարբեր գործիքներով և այստեղ ենք պարապել և իրանք արդեն նվագած երգերը կամ ունենային, որ լսեիք իրենց առաջի պարը Բերդ պար դհոլով նվագակցում են Ռուբենը և Հովանեսը 5-ի B և 5-ի T-ից
մթնոլորտներ անձանով և գործիքների նորեր իրավետում գործիքին աճեց, դարձավ արդեն համարյա պրոֆեսիոնալ նվագող։ Կանոն նվագում է Վիկտորիան։ Հիմա ներկայացնում ենք կլարնետ, դուդուկ և դվոլ, հովանետ, հիգեր և մանվետ։
խախտել է տարբեր մրցանակների ունեցել եւ առաջին տեղ է զբաղեցրել Արտ Մյուզիկ մրցանակապաշտպան։ Հիմա Մարիամ Հուսեն։
երևի թե երկրորդ թե երրորդ դասարանից հայտնաբերեցին իրան եւ դուրս եք գալիս եմ դեռ աչիկներս էլ չեք հասկանում որտեղ երևի կհիշեք փոքր քայլերով եկավ հասավ տեսնում եք ինչքան լավ է արդեն իրավեք Հովանես դու արդեն կարող ես չգնալ բեմից այո այսպես էլ մնա հաջորդ համար կներկայացնեն մեր աղջիկները Վիվիթը, Մարիամը, Ռուբենը և Հովանեսը։ Կպարեն, պար։ Kami kurtani
մշակումներ, գիտեք, որ մշակումները շատ կոմպոզիտորներ ունեն, և Կոմիտասը, և Կարամուզան, և մեր Սպեցիարյանը շատ կոմպոզիտոր հայ կոմպոզիտորներ կան, որոնք մշակել են հայկական պետական երգերը և օգտագործել են իրենց ստեղծագործություններում, լինեն դրանք սիմֆոնիաներ, օպերաներ։ Մենք ուղղակի կներկայացնենք մի քանի երգ մշակված Կոմիտասից, առաջինը երկինքն ամպերա, երկրորդը Սարսար և Անձրև արև-արև-արի դուրս։ Իսկ հետո արդեն ժողովրդական երգերը իհարկե կերչեն երեխաները ձայնագրություն։ Երկինքն ամպել է
կարճ ժողովրդական երգ։
խոսվում է ջան, եղևնու զավ։ Իհարկե եղևնու զավի հիմա չէ, բայց շատ սիրեցին այս երգը կկատարենք, հիմա կտեսնենք երեխաները բեմ բարձրանան, բարձացեք բեմ երեխաները, բաստակից երեխաները բեմ բարձրանան, եղեցի կանում են բոլորը, բարև ձեզ հարգելի ծնողներ, աշակերտներ, մեր սիրելի ուսուցիչներ, կարծում եմ, որ բավականին այսօր հաճույք ստացանք մեր համերգից։ Երեխաները փոքրիկ քայլերով այսպես մեզ ուրախացնում են եւ ուրախացնում են նաեւ մեր ուսուցիչները նրանով, որ ունեն փոքրիկ երգչախումբ, կատարել շատ լավ երգչախումբը, ունենք շատ լավ բալիկներ, որոնք նկարում են եւ բազմաթիվ ցուցահանդեսներ են մեզ պարգևում, ուրախացնում դրանով մեզ։ Չմոռանանք, որ մեր երեխաները ոչ միայն սովորում են մեր այսօրվա հանրակրթական դպրոցում, այլ սովորում են երաժշտական դպրոցներում, արվեստի դպրոցներում եւ այնտեղի ուսուցիչներին էլ եկեք ծափահարենք եւ ասենք շնորհակալություն։ Կան երեխաներ, ովքեր գնում են երաժշտական դպրոցներ կամ արվեստի դպրոցներ, բայց բեմ չեն բարձրանում։ Այսօր այնքանով է լավ, որ երեխան պետք է բեմ բարձրանա եւ անընդհատ բեմելը իրեն շատ ավելի կողքեվորի, որակը կբարձրանա եւ մենք ուրախանանք իրենց ելույթներով եւ իրենք էլ ձեռք կբերեն նոր հաջողություններ։ Այդպես է երեխաներ։ Ես շատ ուրախ եմ, որ ձեզ բոլորին այսօր տեսա, ծանոթացա, ուրախացա, որ մեր դպրոցում կան այսքան շնորհալի աշակերտներ։ Իհարկե չէի կասկածում, բայց ուզում եմ շատ ավելի շնորհալիներ լինեն եւ կարողանան մեզ նման գեղեցիկ միջոցառումներ պարգևել ձեր միջոցով մեր սիրելի ուսուցիչներ։ Հիմա մենք կարող ենք մտածել նաեւ մյուս ուսուցիչներս, ինչքան լավ բանիկներ կան, որ մենք մեր մյուս միջոցառումներում կարող ենք դրանց օգտագործել։ Հայոց լեզվի գրականության ուսուցիչներ, պատմության ուսուցիչներ, տարականի ուսուցիչներ, այնպես որ կարող ենք օգտագործել մեր տաղանդավոր երեխաների ներուժը, այո։ Տեսեք ինչքան գեղեցիկ նկարներ կան ներքևում, շատ լավ են այս նկարները արված, վերջերս մենք նաև մասնակցել ենք Մարտիրոս Սարյանի ցուցահանդեսի միջոցառմանը, այո, եւ մեր երկու բանիկներ շահել էին շատ գեղեցիկ իրենց կտավներով, երկու խմբակ կա դպրոցում, նկարչական դերերողներ ձերքի հմուտ ձերքի խմբակը, որ չկա, բայց մեր տիկին Աշակունին անում է, երկու խմբակների երեխաները ինձ թվում է մեծ սիրով են հաճախում։ Այդպես է, ես տեսել եմ ձեր հաճախումները, մեկ պիտի մի քիչ
ուղղակի զարկ տանք մեր երգչախմբին։ Շատ երեխաներ զբաղված են, չեն կարողանում գալ, բայց պետք է փորձեն երեխաներին բերել նաև դպրոցի երգչախումբ։ Հարգելի ծնողներ, ձեր երեխաներին բերեք երգչախումբ, թող երգեն, եւ այստեղ շատ գեղեցիկ տեսակ, ինչ գեղեցիկ երգեր են, ես իսկապես հաճույք ստացա, ուզեցի անգամ իրենց հետ երգել։ Բոլորս եկեք նորից կրկին անգամ ծափահարենք մեր բալիկներին։ Ընդհանրապես հանրակրթական դպրոցում կերպարվեստը եւ երաժշտությունը մինչև 6-րդ, 7-րդ դասարան է։ Այսօրվանից սկսած դեռ այս ուսումնական տարվանից նախորդ ուսումնական տարվանից սկսած ասեմ ձեզ, որ կերպարվեստը եւ երաժշտությունը դասավանդվելու են մինչև 12-րդ դասարան։ Այդպես որ փորձեք լավ սովորել, գնահատեք այդ առարկաները, դրանք ձեզ շատ ավելի կարևոր գիտելիքներ են տալիս։ Սովորեք լավ երեխաներ, ու սիրեք այս երկու առարկաները։